Հանրապետության վաստակավոր արտիստ, շեփորահար, դիրիժոր, մանկավարժ Հայկազ Միսյանը 1964 թվականին հիմնադրեց եւ շուրջ 24 տարի հանդիսացավ Երևան պետական փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորը։ Երաժիշտ, ով սովորել եւ ավարտել էր Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի փողային բաժինը, հայտնի պրոֆեսոր Տաբակովի դասարանը, այնուհետև աշխատանքի անցել Մոսկվայի մեծ թատրոնի սիմֆոնիկ նվագախմբում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում, այնուհետև օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբում։ Իր ողջ գիտակցական կյանքը նա նվիրեց Երևանի պետական փողային նվագախմբին, իր շնորհիվ մեր հայ կոմպոզիտորները սկսեցին գրել ստեղծագործություններ հենց փողային նվագախմբի համար։ Ոգևորվելով մեր շատ սիրելի մաեստրոյի կատարողական արվեստով, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Հարությունյանը հատուկ գրեց կոնցերտ շեփորի եւ նվագախմբի համար եւ այն նվիրեց այդ կոնցերտի առաջին կատարող Հայկազ Միսյանին։ Եվ դրանից հետո այդ կոնցերտը աշխարհով մեկ տարածվեց եւ հիմա աշխարհի լավագույն շեփորահարները կատարում են իրենց երգացանկում այդ ստեղծագործությունը։ Հայկազ Միսյանը հանդիսացավ նաև այն մարդը, որի ջանքերով եւ շնորհիվ հայ կոմպոզիտորները սկսեցին ստեղծագործություններ գրել ոչ միայն շեփորի, այլ նաև հենց փողային նվագախմբերի համար։ Նա զարդն էր մեր հանրապետության երկար տարիներ այդ նվագախումբը, լինելով պետական, կառավարական համերգների մշտական մասնակից, ինչպես նաև Հայաստանի երաժշտական ընկերության հանրապետական, քաղաքային երգի տոների ժամանակ մշտական նվագում եւ նվագակցում էր մեր միացյալ երգչախմբերին։ Հայկազ Միսյանը 66 թվականից սկսեց դասավանդել կոնսերվատորիայում եւ հանդիսացավ նրա պատվավոր պրոֆեսորը տալով լավագույն փողհար երաժիշտներ, ուսանողներ, ասպիրանտներ։ Մարդ, որը իր գիտակցական ողջ կյանքը նվիրեց մեր երաժշտարվեստին, թողնելով հետք եւ այսօր այդ փողային նվագախումբը, պետական կոչում ունեցող նվագախումբը ունի իր առաքելությունը շարունակելու այն ավանդույթը, որը ստեղծել է եւ հիմնադրել է Հայկազ Միսյանը։ Ժանրային առումով փողային նվագախմբերը շատ տարածված չեն մեզանում, բայց Հայաստանի երաժշտական ընկերության ջանքերով 3 տարին մեկ անգամ հանրապետությունում անց է կացվում նաեւ փողային նվագախմբերի մրցույթ փառատոն։ Ես կարծում եմ, որ մենք պետք է մեծ նշանակություն տանք փողային նվագախմբերին, որովհետեւ աշխարհով մեկ փայլուն փողային նվագախմբեր կան, իսկ մեր կատարողական արվեստը բերում է նրան, որ մենք պակաս չենք նրանցից։ Իդեպ ես պետք է նշեմ, որ հենց Հայկազ Միսյանի ղեկավարության ժամանակ փողային նվագախմբի 3 տարբեր համաշխարհային մրցույթներում նա արժանացել է բարձր գնահատակի առաջին, երկրորդ կարգի Grand Prix մրցանակների։ Հայաստանի երաժշտական ընկերության վարչության եւ նախագահության անունից ես սրտանց շնորհավորում եմ պետական փողային նվագախմբին իր 60-ամյա հոբելանի առթիվ։ Կարծում եմ, որ մենք պիտի մաղթենք մեր Երևան փողային պետական նվագախմբին կանաչ ճանապարհ։